Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Սթիվեն Չարնոկ, օր մարտի 2։ Եվ ես ահա իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ և ձեզանից հետո ձեր սերնդի հետ։ Ծննդոց 9-րդ գլուխ 9-րդ խոսք։ Քրիստոսը Աստծո սահմանված խորհրդովը և կանխագիտությունովը մատնված էր։ Գործք 2-րդ գլուխ 23-րդ խոսք։ Սա նախապես որոշված և կարգադրված էր երկնքում և որոշված էր իր ժամանակից առաջ, չնայած որ կատարվեց ժամանակի լրումին։ Հետևաբար Քրիստոսը կոչվում է գառ, որը մորթվել էր աշխարհի հիմնադրումից առաջ։ Այն անկասկած Աստծո նպատակի և որոշման մեջ էր, վճռված էր Աստծո խոստման և խոսքի մեջ, որը տրվել էր Ադամին նրա անկումից հետո, կերպարային այն զոհաբերությունների մեջ, որոնք անմիջապես հաստատվեցին այդ փրկության խոստման հիման վրա և ներգործուն իր արժանիքի զորությամբ, որը Աստված կիրառեց հավատացյալների վրա, նույնիսկ նախքան իրական չարչարանքը։ Նա մեղք եղավ ոչ թե մեր կողմից, ոչ միայն իրենից և իր սեփական կամքով, այլ Աստծո կարգադրությամբ։ Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արավ։ 2 Կորնթացիս 5-րդ գլուխ 21-րդ խոսք։ Այսինքն, նա կարգվեց մեր փոխարեն մտնելու մեղավորի դրության և դիրքի մեջ, ոչ թե մեղքի գործնական և փորձարարական վիճակի մեջ, այլ մեղավորին հասանելի պատժիչ դիրքի մեջ, մեղքի համար զոհ լինելու, այլ ոչ թե դրանով պղծվելու համար։ Եթե Աստված անձամբ դա չսահմաներ, ապա այն մեզ համար որևէ արժեք չէր ունենա։ Քրիստոսի զոհաբերությունը արժեք եղավ այն պատճառով, որ այն հիմնվեց հոր և որդու միջև հաստատված ուխտի վրա։ Նրա անձի մեծ արժանապատվության պատճառով նրա զոհաբերությունը կարող էր գովասանքի արժանանալ, բայց իրականում այն մեզ համար իրական արժեք դարձավ միայն այն ժամանակ, երբ ուխտով սահմանվեց, որ նա դա կկատարի մեզ համար, որ Հայրը դա կընդունի մեզ համար և որ դա կկիրառվի մեզ վրա Սուրբ Հոգու միջոցով։